իրանց կորուստը տես չի, 10-20 միլիոններ, միլիարդներ, չգիտեմ ինչ, դուք հասկանում եք իրանք ինչերի մեջ են, ինչերով են անցնում եւ այլն։ Զուգահեռ նրան է որ կորցնելու բանը չէ, կանգնեց, այդ ասեց եւ հետո ինչ ասեց, որ ասեց կանգնած եմ մեր ձևով եկեղեցու կողքը, ճիշտ է։ Ամենամեծ կորցնող մարդը, ամենաշատնեցող, ամենամեծ կորուստը, չէ՞, այդ 1 միլիարդի ներդրումը, որ ցանկ փոշիացրեցին, հայրենիքի իրա տարան, 360 միլիոն դոլար, չնայած դրան, որ 360 միլիոն դոլար կորցնում է, այս էլ դեռ սկիզբն է, հələ սա ինչքան բան է խլելու Նիկոլը, չէ՞, թե մնա դուք մենակ խլող է, այդ ամեն ինչը խլեց։ Ես էս կանգնեց, այդ ոնց է այդ մարդը չմտածեց, որ կորցնելու բան ունի։ Հիմա ասեք մի հատ ուրիշ գործարար մտել անտրապայքա մեջ, որ ասեն կորցնելու բան, ասում թե կորցնելու բան ունի ինքը։ Բա մենք այդ օրինակը ունենք, չէ՞, սիրելիներս, որ այս մարդը ուներ, բայց չնայես, չէ՞ դրան։ Ճիշտ է թե չէ։ Մեկն ասում է, բա կալանքը, բա չգիտեմ ինչ է, չհասկացա, այտենց Ռոբերտ Քոչարյանի նման ասեց, ես ինչքան տղերք ունեք, այտենց առաջնորդներ ունեք, այտենց նախագահներ ունեք, բա ինքը չէր հասկանում, երբ որ իրան, ասես կազմակերպված ասում էին հետ միալի քեզ ձերբակալելու ենք, հասկանում էր, չէ՞։ Բա ինքը ազատություն կորցնելու, արժանապատվություն կորցնելու չուներ, բա ո՞նց եկավ։ Այն որ փամփլիկ տղեր թռած եք, ինչ որ պաշտոններ եք, Սերժ Սարգսյանն էլ սիրուն գեներալը, ասես գեներալները թռակ միանգամից։ Պաշտպանության նախարարը իր Վիգեն, ինչ էր ազգանը։ Վիգեն Սարգսյան, պատկերացնում եք պաշտպանության նախարարը թռել է։ Պաշտպանության նախարարը այդ չկա, հայրենիքում չի։ Ու տենց լիքը անուն էր, որ թռան գնացին, մա չգիտեմ, այնտեղից ինչ են անում։ Գոնե տես պայքար են, ասես լավ, գնացել են, պայքարում են։ Գնացել են իրաց բարեկեցիկ կյանքի ինչ որ պայմաններն են ստեղծում, փորձում են մնալ։ Բա ոնց է, որ այդ նախագահ մարդ, այդպիսի երկու այդ կատեգորիայի մարդ մենք չունենք երկրորդը, ինչ նկատի ունեմ, որ եւ Արցախի նախագահ ա եղել, եւ Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե մենք ունենք առաջին նախագահ, ունենք էլի պատերազմ հաղթած երրորդ նախագահ Սերժ Սարգսյան Քարորյանը հաղթած, ունենք այդպիսի, բայց որ երկու մեր առանձին հանրապետությունների նախագահ չունենք։ Բա ոնց է եկավ ու տենց նստեց, թե տես դուք ավելի լավն եք։ Այսինքն մենք ունենք օրինակ մարդիկ, որ այդ մեծ ծանր բաների գնով այս ամենով հանդերձ դեռ պայքարում են։ Ռուբեն Վարդանյանը